Ուշադրություն. Սերիալի ամբողջական դրվագների ներբեռնումը, տարածումը կամ այլ հարթակներում տեղադրումը օրենքով արգելվում է եւ առաջացնում է իրավական պատասխանատվություն։ Բացառություն են կազմում մինչեւ 5 րոպե տևողությամբ պրոմո նյութերը, որոնց տարածումը թույլատրվում է եւ խրախուսվում միայն սերիաների եթեր գնալուց հետո։ Գիտես, չես սուտի շարրանելու համար ինչ կարա լինի։ Հանգստացի մի հատ։ Հələ որ մարդու չենք ասի։ Այդ քանի հոգով եք որ։ Քեզ ինչ դավո։ Հելով գիտի։ Բայց սուտի շար չի։ Կարան կոնկրետ հարց եմ տալի։ Հելով գիտի։ Ես գիտեմ հերիքա դավո։ Ու եթե չես ուզում սաղ իմանան, Սյուզից հեռու ես մնում։ Հերիքա դավո, Սյուզին չի ուզում քո հետ կապ ունենա։ Լսի դու Սյուզի ինչն ես։ Կարաս հանգիստ ասես, որ իր անգենն ես։ Կարաս ասես, որ հանդիպում եք։ Իմ ու Սյուզի հարաբերությունները կապ չունի իմ ասածի հետ։ Ես կարամ Սյուզի ինգերը չլնեմ, բայց այդ չի նշանակում, որ իր վերաբերմունքը քո հանդեպ փոխվելու է։ Քեզ ինչ ուրեմն։ Կարող ինքը փոխվում է։ Կարող ես հասնում եմ իրան։ Այդ լավ է, որ լավա տեսես։ Բայց այս այդ դեպքը չի։ Հեռու ես մնում Սյուզից ու վсё։ Լմի վերքան է, նենց քո արածը տաղավարի է, հա։ Այդ չես կարում ուղիղ ասես ասելիքդ։ Վախացնում ես, հա, որ կասես սաղ, որ նամակներ եմ գրել։ Այդ քո արածները նենց տաղավարի է, հա։ Դավո ինձ լրիվ մեկ է դու ինչ ես մտածում ու խոսում։ Հեռու ես մնում Սյուզից ու վсё։ Բելան գիտի։ Ինքը գիտի, որ ես եմ գրել։ Բելայանը վաբշե չտաս։ Այդ աղջիկը ամենավերջին մարդն էր, որ կարելի էր իր այդ տենց վարվել։ Հա լավ էլ գրում էր։ Մի քիչ տոն տայ, կվազր ժամադրության։ Լավ հանգստացի մի հատ։ Չնայած դու այդքան չկաս, որ դնեմ քեզ մի հատ է բան բացատրեմ։ Մեղք ես ուղակի։ Հիմա հասկանում եմ ոնց է սիրտդ վախից թրթռում։ Բա որ Մելսի իմանա, չէ՞։ Այդ տենց անհանգիստ կապրես։ Իմանալով, որ ամեն վարքյան կարա դասարանը իմանա դու ով ես։ Ուզում եի ասել, որ այսօր դպրոցում ամեն ինչ շատ լավ անցավ։ Ու ընկերներս շատ ուրախացան, որ դպրոցս չեմ փոխում։ Հա, շատ լավ է։ Կներես, եթե քեզ անհանգստացրել եմ։ Ոչինչ այլ բան։ Այդ նորմալ է, բայց ուղղակի ուզում եմ, որ դու ինձ վստահես, էլի, որ ոչ մի բան չթաքցնես ինձնից։ Այդքան բան։ Հասկանում եմ։ Օպես։ Բելա ջան, ընկերներիդ կհրավիրես մեր տուն։ Ինչի համար։ Հա էլի, ինչ առիթ է։ Դեգուստացիայի համար։ Ես նոր բաղադրատոմսեր եմ հիմա փորձում։ Կարկանդակների տեսականի կպատրաստեմ, թող գան, ուտեն ու իրենց կարծիքն ասեն։ Մտքից է չես անում, էլի։ Ոչ իհարկե։ Ինչա կատարում։ Ես որոշել եմ կարկանդակների բիզնես անեմ։ Կգամ, դպրոցում կվաճառեմ։ Մեր դպրոցում։ Կգամ, կպայմանավորվեմ։ Ախր դու գաղափար չունես այդ ինչա, է։ Ոնց ես պայմանավորվել, ոնց ես խոսելու։ Չէ, ինչի։ Լեզու ունեմ, խոսել գիտեմ, խելացի եմ, չէ։ Դե հա։ Ուրեմն պայմանավորվեցինք։
երեխեքին կասես, շաբաթ կամ կիրակի, մենակ մի օր առաջ թող ինձ ասեն։ Լավ։ Անպայման։ Ոչ մեկի ոչ մի բան չասես։ Ինչի։ Ախր ինքը չի պատկերացնում այդ ինչ չարչարանքա։ Հա, պապ, բայց մաման թխել սիրում է, ու եթե դա կարա վերածի գործի, ինչի՞ չէ։ Հիմա դու իմ կողմից ես թե մորը։ Պապ, երկուսիդ, բայց ես չեմ կարա մամայի խնդրանքը չանեմ։ Չէ, դուք ոչ մի բան չեք հասկանում։ Իրոք ոչ մի բան չեք հասկանում։ Շաքե, ես ասել էի, որ պետք չի օգնել։ Ուղղակի մտքով անցել է։ Նենց չէ երեխեքից մենակ ինձ է օգնում։ Տեսել եմ մի քանի անգամ Լյովին ա օգնել, Ինեսային էլ։ Լյովն ու Ինեսան իր ընկերներն են։ Հա ինչ։ Ես չեմ կարա ընկեր լինեմ։ Դու Բելային ընկեր։ Էս արդեն նորություն էր, գիտես։ Քանի կար ասում էիր, որ ձեր մեջ ոչ մի բան չկա, հիմա արդեն ընկերացաք։ Չեմ հասկանում, ինչի ամեն անգամ այդ աղջիկն այնց բաներ անում, որ քո հետ կապ ունենա։ Կարա չէ ինքը էլ ոչ մի բան չանի, որովհետև քո կողքը չի նստում, մենակ իր գրավորը գրի ու վերջ։ Շաքե, հերիքա լուրջ եմ ասում։ Նես ձերքիցս վերցրիր Բելայի տված թուղթը, ոնց որ թե ես եմ այդ ինչ էր։ Որովհետև չգիտեի ներսում ինչա գրված։ Կարող է սիրային նամակ էր։ Հա ինչ։ Տենց բերեց քո աչքի դեմը տվեց ինձ, հա։ Մելս իմ համբերությունն էլ չի հերիքում։ Ամեն անգամ ես ասում եմ այդ աղջկան ուշադրություն չդարձնեմ, բայց մեկը չի ստացվում։ Լավ, վсё, մոռացի անցանք։ Ոտի վրա ես մնալու։ Ներվայնացած եմ ես ուղակի։ Շաքե Բելան ուղակի ուզեց օգնի, այդքան բան։ Կարանք այդ փաստի հետ համակերպվենք ու անցնենք առաջ։ Մելս ինչի ինձ չես ասում, որ քեզ օգնեմ։ Ես գնամ տնամ իշկա ուտելու։ Արդեն չեմ դիմանում քո այս խանդին օպաներին։ Ես սոված չեմ։ Սոված ես, գլուխս մի տար։ Ես միջև հացը սարքեմ, դու կարաս պատմության գրքի մեջ դասես նշես, մոռացել եմ, չգիտեմ որն է։ Լավ։ Բա ասում էիր սոված չեմ, հիմա չես ամփերում։ Էս ինչա։ Ինչի է այս նամակը քո մոտ։ Տենց է ստացվել։ Էս այն նամակն է, որ Արտոն Բելայի մոտից գտավ։ Հա, ինչ ես վերցրել։ Մի հատ էլ ասա, որ ուրիշների նամակները չեն կարդում։ Հա, չեն կարդում։ Մա դու ինչի ես կարդացել։ Որովհետև ես ուրիշ չեմ։ Որովհետև այս նամակի հասցեատերը դու ես, չէ՞։ Մելս է սիրո խոստովանությանը հավասար բան է։ Տենց չի։ Տենց է։ Ոչ մի աղջիկ ուղակի տենց նամակ չեր գրի։ Ու հիմա քեզ նեղացնելը ավելի ծանր է ինձ համար, քան երբ ինձ են նեղացնում։ Էս ինչ ամելս, ինչի է քեզ սենց բաներ գրում։ Շաքե հերիքա ինձ տուր այդ նամակը։
Ես չգիտեմ պատճառը, բայց երբ դու նեղացած ես ինձնից, ես չեմ կարողանում ժպտալ։ Ու դու դեռ մտածում ես, որ ինքը քեզ սիրահարված չի, հա? Ինչի՞ա քեզ սենց բաներ գրում Մելս։ Ինչի՞ա գրում սենց բան նենց տղայի, ով ընկերուհի ունի։ Ես ուրիշ բան եմ նշանակում։ Լրիվ ուրիշ բան, Շաքե։ Ուրիշ բան, հա? Իսկ սա դու մի անգամ ասացիր, որ ես քո միակ ընկերն եմ։ Դու իրան տենց բան ես ասել Մելս։ Իսկ ես չկամ հա քո աշխարհում, չկամ քո մոլորակում, քո իրականության մեջ չկամ Մելս։ Սպասի, ստեղ ուրիշ բան էլ կա գրած։ Հերիքա։ Շաքե հանգստացի, խնդրում եմ։ Ես քեզ ընդամենը մի բան էի խնդրել Մելս։ Ընդամենը մի բան։ Խնդրել էի, որ չկոտրես ինձ։ Ես նենց բան չեմ արել, որ դու սենց ընդունես։ Բայց նամակը։ Լսի Բելան զուտ անկերություն նկատի ունի։ Ինքը չի կարա ինձ սիրահարված լինի։ Մելս ինչ ես խոսում։ Ինչ ես խոսում։ Եթե դու ես նամակը տենց ես մեկնաբանում, ուրեմն դու ընդհանրապես չես հասկանում ինչա նշանակում սիրել։ Շաքե Բելան ուրիշի է սիրահարված։ Դպրոց մտած առաջի օրվանից։ Ու նենց հաստատել, որ ես դրա մասին գիտեմ։ Սուտ ես խոսում։ Սուտ չի։ Ում ա սիրում։ Ես էլ չեմ կարա ասեմ։ Տենց ճիշտ չի լինի։ Հա դե պարզա։ Շաքե, ես ու Բելան տենց ենք պայմանավորվել ամենասկզբից։ Ես սպահում եմ իրա գաղտնիքը, ինքը իմ փոխարեն տնայիններս ա գրում, դասերս ա անում։ Ու ես էլ չգիտեմ ոնց ասեմ, որ դու հավատաս ինձ։ Էս նամակը Այս նամակը լրիվ ուրիշ պատճառով ա գրվել, Շաքե։ Իմ ու Բելայի մեջ ոչ մի բան չկա։ Ու չի կարա լինի, որովհետև ինքը ուրիշին ա սիրում։ Իսկ դու։ Նենց ես խոսում, ոնց որ մենակ ինքն ա ուրիշին սիրում։ Դե չէ, ես էլ քեզ։ Ում ա սիրահարված։ Կհավատամ, եթե անունը տաս։ Շաքե մի ստիպի։ Ինձ սենց դրության մեջ մի դիր։ Իսկ ինչի ես իրան ասել, որ ինքը քո միակ ընկերն է։ Էդ էլ ա սուտ։ Չէ, սուտ չի։ Ուրեմն ինչի ես ասել։ Որովհետև ինչ-որ բայ տենց եմ զգացել։ Իսկ դու վստահ ես, որ այդ զգացմունքը մենակ այդքանով է սահմանափակվում։ Հա, վստահ եմ։ Սա իմ համար դավաճանությանը հավասար բան է Մելս։ Թույլ տալ, որ ինչ-որ աղջիկ քեզ նման բան գրի։ Դե եթե այսքան բացատրելուց հետո դու դեռ սենց պետքա խոսաս։ Ուրեմն ես էլ ասելու բան չունեմ, Շաքե։ Դե իհարկե չունես Մելս։ Չունես, որովհետև ես հեսա դուրս կգամ ու դու թեթևացած շունչ կքաշես, չէ՞։ Որովհետև էլ պատճառ չունես դու ինձ ասելու, որ բաժանվենք։ Ես արդեն ասում եմ ու գնում եմ։ Ես հիմա էլ չեմ դա ասում։ Մենք բաժանվելու պատճառ չունենք։ Երբ կասես ում ա սիրահարված Բելան, այդ ժամանակ կմտածեմ, կհավատամ այս հեքիաթներիդ, թե չէ։ Հիմա դու մտածի։ Բելայի գաղտնիքն է ավելի շատ կարևոր, թե ես։ Ինես եկել ես արդեն։ Հա, մամ, նոր եմ եկել։ Հաց ենք ուտելու։ Բարև, կողքցրես։ Հեսա լվացվեմ գամ։ Ո՞նց ես ինես։ Լավ, մամ, նորմալ։ Լսի, ասում եմ այս շաբաթ կիրակի քաղաքից դուրս չգնանք, նենց բնություն եմ ուզում։
Դիլի ջան։ Մամ, կարող եմ ես շաբաթ գնանք։ Ինչի։ Դե դասերը շատ են։ Մի քիչ ծանրաբեռնված եմ։ Եկող շաբաթը կարևոր է։ Լավ, որ դասերի համար մի շաբաթ կգնանք։ Իսկ դպրոցում ընդհանրապես ո՞նց է։ Հա, ամեն ինչ լավ է։ Այսօր նենց անկեղծ զրույց ստացվեց ուսուցիչներից մեկի հետ։ Ինչ զրույց։ Իր տղայի մասին։ Տղայի։ Պարզվեց մահացել է։ Ես չեմ հասկանում, ձեր ուսուցիչները ինչ են քո հետ տենց բաներ խոսում։ Մամ, ուղղակի գիրք էր տվել, վերադարձնում էի, մեջ էլ լուսանկար կար, տենց հարցրեցի, այդպես էլի։ Այդ գիրքը մոտդ է։ Չէ։ Վերադարձրել եմ, մամ։ Ինչ կա դրա մեջ, ինչ որ բան են, չի։ Չէ, ուղղակի։ Գիտես, մամ, հուզվել էր։ Ես յան այդպես չէի տեսել։ Սովորաբար ինքը շատ խիստ է։ Ինես, ես ուզում եմ, որ դու էմոցիոնալ ոչ ոքի հետ չկապվես։ Մամ, ընդամենը մի մարդու պատմություն եմ իմացել։ Ինչ կա դրա մեջ։ Ես ուզում եմ դու մի քիչ ավելի սառը լինես ուրիշների խնդիրների հանդեպ։ Մի քիչ էգոիստ։ Հավատա, որքան երկար ես ապրում, այնքան հասկանում ես, որ մարդիկ մենակ իրենց մասին են մտածում։ Լավ, մամ, հասկացա։ Բայց աղցանը շատ համով է։ Բոլորը գնացել են, հա։ Ասիա Ալբերտովնա, ես ինձ եք փնտրում։ Չէ, ինչի պետքա ձեզ փնտրեմ։ Դե բանը չեք անում ստեղ։ Եկել էի տեսնեմ ուսուցիչներից ով կա, ով չկա, ի վերջո աշխատանքային օրվա ավարտ է։ Իսկ կարողա ծարավես ուզենաս մեր ուսուցչանոցի աղբյուրից ջուր խմես։ Ակվա մեկի մասին է խոսքը։ Ինչ պակաս աղբյուրա որ։ Ուզում եմ հասկանամ, ինչից ենթադրեցիք, որ ես ծարավ եմ։ Մի հատ բան ասեմ, ես վերջերս նկատել եմ, այս ապարատը ինչ ստեղ դրել են, ով մտնում է ուսուցչանոց ծարավում է։ Ասիա, քանի որ դպրոցում երկուսով ենք մնացել, կարող է երկուսով էլ գնանք։ Չէ, ես գործեր ունեմ։ Ասիա։ Հիմա ես կգնամ խոհանոց, թարմ հյութ կպատրաստեմ, դու լաղցանը պատրաստեմ։ Լավ։ Կտեսնես ինչ համեղ հյութ հաստացվելու։ Վերջերս եմ փորձել, ուրեմն խնձոր, գազար ու մի քիչ էլ դարչին։ Այդ նորությունը, հա։ Հա։ Ահա։ Երկու օր առաջ սրճարանում փորձեցինք ու համը շատ դուրս եկավ, հարցրեցի բաղադրությունը։ Այսինքն ոնց սրճարանում փորձեցինք, իսկ ում հետ էիր։ Ես ասեցի, որ ինչ-որ մեկի հետ էի։ Դե, հա, այդպես է ստացվում։ Ես։ Լար, մի րոպե։ Այսինքն քո կյանքում ինչ-որ մեկը կա։ Ինչ լավ է, լար, շատ ուրախ եմ քեզ համար։ Ոչ մի լուրջ բան չկա, Մարթա, ընդամենը մի անգամ հանդիպել ենք։ Բայց ով է, երբ եք ծանոթացել, ով է, հələ պատմի։
Մարդը լավ էլի։ Ասեցի արդեն, ոչ մի բան չկա, ես ինքս էլ չգիտեմ դեռ ինչ ա լինելու, խնդրում եմ, հիմա ինձնից ոչինչ մի պահանջի, լավ, եթե ինչ-որ մի բան լուրջ տեղի ունենա, խոստանում եմ, առաջինը քեզ եմ պատմելու ու կծանոթացնեմ անպայման։ Դե լավ։ Բայց խնդրում եմ, հələ ասա գոնե սիրուն, հա։ Խնդրում եմ, էլի վերջացրու։ Նորա, լավ էլի։ Չէ, լավ, պետքա պատմես, հələ պատմի, խնդրում եմ։ Ասիա Ստիպանովնա։ Առաքել, որտեղից ես գտնում ես տարօրինակ հայրանունները։ Ասիա ջան, դու ինչ ես այսքան ուշ դուրս գալիս։ Դե որովհետև իմ աշխատանքը երեխեքի գնալ գալու հետ կապ չունի, ես այնտեղ ուրիշ գործեր եմ անում, թղթաբանություն եմ անում եւ այլ, հետո։ Հետո կարաս վաղը մի ժամ ուշ գաս։ Ինչի համար։ Հələ պատկերացրա։ Ես եմ, դու ես, ես ու դու։ Նաբերեժնիով սենց վազում ենք։ Այ չեմ էլ ուզում պատկերացնեմ, Աստված չանի պատկերացնեմ։ Մի պատկերացրա, թող անակնկալ լինի։ Ինչ անակնկալ։ Ասիա ջան, խնդրում եմ վստահի ինձ, էլի։ Այդ ընդամենը առավոտյան մարզանք է։ Ուրիշ ոչինչ։ Լավ։ Հա, մի պայմանով կգամ։ Լավ, լասինա չէ, մաքրի նորմալ ամեն ինչ։ Ինչ լասինա։ Ես ուրիշ բան եմ ասում։ Կգամ եմ պայմանով, որ դպրոցում ինձ հանգիստ թողնես։ Չէ, չեղավ, Ասիա ջան, չեղավ։ Ես այս ամեն ինչը կազմակերպում եմ, որ մեր փոխհարաբերությունների միջի պատը քանդեմ։ Դու առաջարկում ես այդ պատը։ Ես ոչինչ չեմ առաջարկում։ Դու ես առաջարկում։ Լավ, Ասիա ջան, ես վստահ եմ քեզ այնքան է դուր գալու, որ դու ինքդ ուզելու ես այդ չքնաղորը իրար հետ քննարկենք։ Ես առավոտ 8-ին ձեր շենքի մոտ կանգնած եմ։ Դու ինչ գիտես մեր շենքը։ Ասիա Պարիսովնա, ընկեր Առաքելը ամեն ինչ գիտի։ Գնացի։ Հուսով եմ վաղը այս ամենը կավարտվի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես միշտ, շատ արագ առաքեցիք։ Դա ձեր տրիոսեթը եւ նվեր տեմպուրը։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ հաջողություն։ Հաջողություն։ Արդեն բերեցին։ Ինչպես միշտ արագ։ Ռոլերը նվեր կան, տեմպուրաները, ես դրանցից էի ուզում։ Ահա։ Ամեն ինչ էլ կա։ Մնում է մի երկու ընկեր լինի։ Ճիշտ է, ուշանում են, չէ՞։
Դե լավ, արի ես զանգեմ Սևակին, դու էլ Վարդանին տեսնեք ուր են։ Ահա։ Հա, Ժաս։ Սևակ, ուր ես, քեզ ենք սպասում։ Ժաս, այսօր չեմ գալու։ Ոնց, ինչի, խոսք էիր տվել։ Գիտեմ, կներես։ Վաղը կհանդիպենք դպրոցում։ Հա, բայց քո մոտ ամեն ինչ նորմալ է։ Հա, լավ է։ Դե լավ, ուրեմն մինչ վաղը։ Ահա։ Սևակը չի գալիս։ Բարձա։ Լավ։ Հեսա վրթոյին զանգեմ, ինքը անհնար է դե չգա։ Գիտի որ դա ինչ ենք պատվիրել։ Հա, կար։ Վրթո, ինչ կա ուր ես։ Սուշին հասել է։ Հա, եկել է։ Հարցում էր դու ուր ես։ Ասա հեսա հասնում է, գալիս եմ արդեն։ Լավ, հարագացրու։ Լավ։ Շակե ջան։ Էս գրավորներն են։ Ապրես շատ։ Ամեն ինչ նորմալ է, շատ տխուր ես։ Չէ, նորմալ է։ Ախր տեսնում եմ որ նորմալ չի։ Վարդան, ապրես շատ, որ գրավորները գրել ես։ Իրոք ես այսօր չէի կարողանալու կենտրոնանայի, բայց էլ հարցեր մի տուր էլի։ Ուղղակի անհանգստացա։ Գիտեմ։ Վարդան, ինչի ես անհանգստանում իմ համար։ Ինչի ես ինձ օգնում։ Ինձ թվում է այդ վաղուց բոլորի համար պարզ է։ Կարող է բոլորի համար պարզ է, բայց ես ուզում եմ դու ինձ ասես։ Շակե գիտես, ես եք ուզեմ ավելին ասեմ, քան ինձ թույլ եմ տալիս։ Բայց ինչ։ Բայց քանի դեռ քո կյանքում ուրիշ տղա կա, ես ինձ թույլ չեմ տալիս ավել բան ասեմ։ Վարդան, ես սիրուն եմ։ Շատ։ Խելացի եմ։ Բնականաբար։ Իսկ քո կարծիքով ես բարի եմ, ընկերասեր եմ։ Շակե գիտես, դրանք լողոզված հասկացություններ են։ Մեկի համար կարաբարությունը նկատելի լինի, մյուսին վնասի։ Չգիտեմ։ Առանց փիլիսոփայելու չի լինի։ Շատ տխուր ես։ Հա։ Ես գնում եմ Ժասմինի արվեստանոց։ Կարենն էլ է գալու, Սյուզին էլ է գալու։ Կմիանաս մեզ։ Ես Ժասի արվեստանոց։ Արի։ Չէ, Վարդան, ես չեմ ուզում գնալ միտեղ, որտեղ որ ինձ չեն սպասում։ Ավելի լավ է գնամ տուն ու հասկանամ, թե ինչ եմ անելու։ Նենց չեմ ուզում քեզ մենակ թողնեմ։ Ապրես, Վարդան։ Իրոք ապրես շատ։ Տղես այսօր լավ օր անցկացրեցինք միասին։ Հա, ձեզ դպրոցում չեն ասել, որ պիտի արշավի գնաք։ Չէ, ինչ արշավ։ Փաստորեն Տոնոյանը դեռ չի զբաղվում։ Այսօր այդքան էլ ասեցի։ Տոնոյանը։ Այսօր Տոնոյանի մոտ ես եկե, պապ։ Հա։ Չասեցիք Տոնոյանի մոտ ես եկե։ Ոչ մի բան էլ չկար։ Քեզ ով ասես, որ ես դպրոց եմ եկել։ Իա, պապ ջան, ես կարող եմ որոշել ես Տոնոյանի սրտով գնաս, իմ գործերը դզես դպրոցում, հա։ Երիկա հիմա խոսած է։ Դե լավ, աշխատող տարբերակ է, պապ ջան։ Ասում ձեր։ Դե լավ, ոնց որ տաղուտ համար չես անել։ Վերջացու։
Ալո, Ոնց ես։ լավ դու։ Բելա ուզում եք ես մի բան հարցնեմ։ Ինչ։ Գրածդ նամակի պահով։ Ինչ է նշանակում այս նամակը։ Don't you run away. Don't run away from me. Fill my empty night. Revitalize my heart. Don't you run away. Don't run away today.